Ողջույն սիրելի հետևորդներ, հուսով եմ լավ եք բոլորդ։ Այսօր մեզ մոտ Սուրբ Ծննդյան տոնն ենք նշում ու այդ առիթով երեխեքի համար այսպիսի գեղեցիկ նվերներ եմ փաթեթավորել։ Եթե ձեզ դուր է գալիս փաթեթավորման այս տարբերակը եւ կուզեք դուք էլ ձեր տանեցիներին ուրախացնել այսպիսի հետաքրքիր փաթեթավորմամբ, ուրեմն այս տեսանյութից հետո կարող եք գնալ շորտ տարբերակով նկարել եմ ձեզ համար, որպեսզի դուք էլ հնարավորություն ունենաք։ Ի դեպ ասեմ, շատ հեշտ է պատրաստվում, այնպես որ փորձեք։ Տոնածառն արդեն զարդարել ենք, քիչ հետո սա կդնենք տոնածառի տակ, որովհետև մի քանի բան եւս ունենք ավելացնելու, դեկորացիա, տոնածառի նոր խաղալիքներ, ի դեպ ցույց եմ տալու ձեզ իմ նոր գնումները դեկորացիայի, բայց այդ ամենը քիչ հետո տոներին ընթառաջ Էկովիվա ընկերությունը ինձ նվեր է ուղարկել, որպեսզի ես հնարավորություն ունենամ կիսվելու իմ հետևորդների հետ, որի համար շատ ուրախ եմ։ Եկեք ցույց տամ ինչ նվեր է։ Տադան։ Արդեն գլխի եք ընկնում ինչ նվեր է։ Ներկայացնում եմ ձեր ուշադրությանը Էկովիվա ընկերության Մատ 3 մոդելը։ Ջուր ֆիլտրելու սարքա, եկեք բացենք միասին, տեսնենք ինչ տեսք ունի, ես էլ ընթացքում կպատմեմ այս սարքի մասին։ Էլ ով է սիրում անբոքսինգ անելու այս պահը, այստեղ կա այս ճռիկի պահեժն էլ ով է սիրում, այլ որ սենց են անում, այլ որ սենց են անում, տադան, այստեղ ունենք գրքույկները, այստեղ, այս փոքրիկ գրքույկի մեջ բաղադրատոմսեր են մրգերով համեղ ջուր պատրաստելու համար, չափսերով, բանով ամբողջը նշված է, թե որքան պահել սառնարանում, տարբեր մրգի հետ այդ սառնարանում պահելու ժամանակահատվածը փոփոխվում է։ Մի խոսքով գրքույկ համեղ ջուր պատրաստելու բաղադրատոմսերով։ Սա ջուրը հանքայնացնելու, այն կարող եք առանձին գնել, եթե չեմ սխալվում, 6 ամիս կարող եք այս մեկը օգտագործել եւ հարստացնել ձեր ջուրը հանքային էլեմենտներով։ Մենք այստեղ ինքը մագնիս է, տեսեք։ Ֆիլտրը հանում ենք այս պահին, այն մեզ պետք չի հիմա, սա դնում ենք այստեղ, համոզվում, որ այն իր տեղում է, դնում ենք այսպես։ Այստեղ խորհուրդներ են սարքի հետ կապված, քիչ հետո ես դրանք կասեմ ձեզ, այնպես որ հիմա կարող ենք հեռացնել։ Այստեղից հանում ենք ջրի բաքը, իսկ այստեղ է գտնվում, դժվար է, մամաչկի, զանգեմ ամուսնյակս կա, չի ստացվում, հազարով չի, ես ուժեղ աղջիկ եմ, բայց չեմ կարողանում էսի բացեմ, Օրենքով խոստանում եմ, որ շատ հեշտությամբ պետք է սա բացվի,
Բացվի։ Հետ եմ ուղարկում ես ապարատը։ Ես չեմ կարողանում բացեմ ֆիլտրը, որ ձեզ ցույց տամ։ Ինձ օգնության է եկել Ժակոն։ Էսա խոխմ կլինի, որ ինքը բացի։ Հա Ժակ։ Բա որ դու բացես, ես խայտարակ կլինեմ, խայտարակ։ Չի ստացվում։ Չի լինում։ Գնանք մեր պապային կանչենք։ Օգնության եք կանչել Լորիսին։ Օ, տեսակ, ահա, բայց ես գիտեի, ես ուժեղ աղջիկ եմ։ 25 կիլոմետրից կանչել ես։ Բայց ասա, որ դժվար էր։ Բան չկա դժվար, գումար է դժվար։ Հələ։ Ահա սիրելիներս ֆիլտրը ու ինչն է ամենաուրախալին այս ամենի մեջ, որ այս ֆիլտրը կարող եք փոխել ընդամենը տարվա մեջ մեկ անգամ։ Ասեք, որ ընտիրա։ Անընդհատ չեք մտածի այդ ուղղությամբ, մի անգամ կդնեք ու վերջ։ Իհարկե, մի փոքր բացառություն կա, եթե ձեր ջուրը շատ աղտոտված է, գուցե մի փոքր քիչ տևի, ապարատը ցույց է տալիս, որ արդեն ֆիլտրը փոխելու ժամանակն է։ Հիմա սա նորից դնենք տեղը ու խնդրենք Լորիսին ֆիքսի կամ հələ փորձեմ ես ինքս անել։ Օպլաս, արդեն ստացվեց։ Լորիսի բացել փակելուց հետո արդեն համեմատաբար հեշտ է լինում։ Ջուրը մեր կյանքում կարևոր բաներից մեկն է, կհամաձայնեք ինձ հետ սիրելիներս, եթե ոչ ամենակարևորը։ Առաջարկում եմ ձեզ խնայել ձեր գումարները ու հրաժարվել անորակ շշալցված ջրերից։ Այո, միգուցե երբ ջրերը լցնում են շշերը, այդ պահին որակով է, բայց երբ մնում է արդեն երկար ժամանակ շշերի մեջ, վստահ եմ, որ բաղադրությունը փոխվում է։ Ես նույնպես առաջ շատ էի օգտագործում շշերով ջրեր, բացի նրանից, որ շատ տանջալից էր այդ ամբողջը կրել հասցնել տուն, որովհետև 1-2 շշով չես կարող ջուր գնել, անընդհատ օգտագործվում, անընդհատ պետք է գալիս, ու անընդհատ խանութ չես կարող վազել։ Դրա համար միանգամից մեծ քանակի էին գնում, ու քանի որ այդքան շատ տեղել չունեի պահելու, ստիպված այն պահում էի պատշգամբում։ Ենթադրենք ամառա, պատշգամբում արև, ջերմաստիճանի փոփոխությունից, երբ որ արևը ընկնում է շշի վրա, դուք գիտեք երևի բոլորդ էլ, որ կարող է ջրի բաղադրությունը փոխվի ու վնասակար ջուր դառնա։ Այդ ամենը մեզ ստիպեց հրաժարվել շշով ջրերից եւ տանը ունենալ ֆիլտրացնող ապարատ։ Իհարկե իմ ապարատը մեծ է ու ֆիլտրացնում է ամբողջ տան ջուրը, նույնիսկ լողանալու ջուրը ֆիլտրացված է մեր, բայց դա մի փոքր ավելի մեծ ծախսերի հետ է կապված։ Նմանատիպ փոքր սարքերը հասանելի կլինեն շատերի գրպանին։ Իսկ ես հիմա շատ լավ առիթ ունեմ ձեզ ներկայացնելու Էկովիվա ընկերության MAT 3 ապարատը, որը նույն գործողությունն է անում, հնարավորություն ունեմ ձեզ ծանոթացնելու այս սարքի հետ։ Լավա չէ։ Հարցին, թե որն է ձեր սարքի առավելությունը, պատասխանեցին, որ շուկայում գործող այլ սարքերի համեմատ իրենց սարքը 370%-ով ավելի արդյունավետ է աշխատում։ Ջուրն անցնելով 8 շերտային ֆիլտրացում վերացնում է ավելի քան 1000 տեսակի կեղտոտ նյութեր։ 99.9%-ով կարողանում է մաքրել ջուրը աղտոտվածությունից, այն կոմպակտ է եւ այս իր առավելության շնորհիվ կարող է տեղավորվել ցանկացած վայրում՝ տանը, գրասենյակում, հյուրասրահում, մի խոսքով ամեն տեղ։ Համեմատաբար քիչ ձայն է արձակում, ունի 1 տարվա երաշխիք, բայց եւ հնարավորություն երկարացնելու երաշխիքի ժամկետը։ Երկարացնելու եւ պայմաններին ծանոթանալու համար կարող եք կապվել իրենց հաճախորդների սպասարկման բաժնի հետ։ Էլեկտրոնային հասցեն կարող եք գտնել բացելով սայթը, վերևում վազող տողով այն կտեսնեք։ Հաջորդ առավելությունը, որ այն աշխատում է խնայողության 3-1-ի հարաբերակցությամբ։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ համակարգը արտադրում է խմելու ջրի 3 մաս, մինչդեռ ֆիլտրացիայի ընթացքում ընդամենը 1 մասն է արտանետվում որպես կեղտոտ ջուր, որը համակարգը ավելի արդյունավետ եւ ջրախնայող է դարձնում համեմատած ավանդական
RO այլ համակարգերի հետ։ Պետք է արդեն ապարատը գործի գցենք։ Առաջին օգտագործման համար մի շատ կարևոր նախապայման կա։ Պրոցեսը, որ հիմա ձեզ ցույց կտամ, կատարելու եք 3-ից 4 անգամ, որպեսզի հետո մաքուր ջուր ունենաք։ Այսինքն 3-4 անգամ ջուրը զտում եք եւ թափում եք ամբողջը, լվանում եք 2 տարաներն էլ, նորից հետ եք տեղադրում ապարատի մեջ եւ այդպես 3-4 անգամ։ Շատ կարեւոր է ուշադրություն կդարձնել։ Մինչ ապարատը գործի կգցենք, սիրելիներս, չենք մոռանում, որ պետք է սա լվանալ, սա նույնպես, այնպես որ գնացինք լվալու, քիչ անց կվերադառնամ։ 5 լիտր տարողունակություն ունի, լցնում ենք ամբողջությամբ։ Հիմա փորձեմ տեղադրել։ Տեղադրում ենք սա։ Փակում ենք դուրը։ Միացնում ենք հոսանքից։ Մեքենան արդեն սկսեց ավտոմատ աշխատել։ Տեսեք, արդեն զտված լցվում է տարայի մեջ։ Տանում ենք բաքի ջուրը թափելու։ Սա արդեն աղտոտված ջուր է։ Այս ջուրը նույնպես տանում ենք թափելու։ Համակարգն աշխատում է հակադարձ օսմոսի RO սիստեմով։ Սա ջուրը մաքրման տեխնոլոգիա է, որն օգտագործում է ճնշումը ջուրը կիսաթափանցիկ թաղանթի միջով անցկացնելու համար, որը պահպանում է լուծված աղերի, ծանր մետաղների, մանրեների, վիրուսների եւ այլ աղտոտիչների մինչեւ 99% տարանջատելով մաքուր ջրի հոսքը։ Սա բնական օսմոսի հակառակ գործընթաց է, որտեղ ջուրը ցածր խառնուրդների կոնցենտրացիայով տարածքից տեղափոխվում է բարձր կոնցենտրացիայով տարածք, սակայն RO ճնշումը ստիպում է ջրին գնալ հակառակ ուղղությամբ, առանձնացնելով մաքուր ջուրը աղտոտիչներից։ Վերջին անգամ ենք թափում ու արդեն կունենանք մաքուր ջուր։ Իսկ հիմա, քանի որ արդեն մեր սարքը մեզ տալու է մաքուր ջուր, որովհետև մաքրման պրոցեսը ամբողջությամբ վերջացրեցինք, ես կպատրաստեմ լիմոնով ջուր, քանի որ իմ աղջիկները շատ են սիրում լիմոն, լիմոնով հյութ, լիմոնով ջուր։ Այս պահին կպատրաստեմ, քանի որ տարան ինքը ունի դրա համար նախատեսված այստեղ կոլբա։ Ես նույնպես շատ սիրում եմ, մենակ երեխեքը չէ։ Տեղավորենք այստեղ։ Տեսեք, ինձ սիրուն եղավ։ Իդեալական կլիներ, եթե 10-15 րոպե հնարավորություն լինի թողնենք լիմոնը իր համը ամբողջությամբ տա, ես շտապում եմ, տոներն են, լիքը գործեր ունեմ, չեմ կարող սպասել, փորձում եմ։ Հասցրել է արդեն իր համը տա մի փոքր։ Արի։ Իրա սիրելի բանն է, գժվում է լիմոնով ջրի համար։ Ամեն օր ասում եմ, մամ, լիմոնով ջուր սարքի, խմում եմ լիմոնով ջուր սարքի։ Ես զարմանում եմ, այս տարիքի երեխեն ոնց կարա այդքան շատ լիմոնով ջուր խմի։ Համով է։ Համով ես։ Եկեք հիմա միասին տեսնենք, թե ինչպես է աշխատում էկրանը եւ ինչ է ցույց տալիս։ Այստեղ դուք հնարավորություն ունեք ընտրելու 300, 600 կամ 900 միլ։ Տեսեք, ես ընտրեցի 900-ը։ Եթե ոչինչ չեք ընտրում, մեքենան ավտոմատ լցնում է իր տարայի մաքսիմումը։ Եթե տարայի մեջ գտնվող ջուրը պակասի, այս ցուցանիշը ձեզ կզգուշացնի դրա մասին։ Եթե ձեր ֆիլտրը փոխելու ժամանակն է, այս ցուցանիշը ձեզ կզգուշացնի դրա մասին։
Տեսեք, միացավ կարմիր նշանը, այսինքն զգուշացնում է, որ բակում ջուրը քիչ է մնացել եւ ես ստիպված պետք է հիմա եւ այստեղի ջուրը եւ բակի ջուրը դատարկեմ, քանի որ այս ջուրը արդեն օգտագործման պիտանի չի, սա նույնպես միայն կարող ենք դրանով ծաղիկներ ջրել կամ տնային գործեր անել, ես հիմա այն կթափեմ ու նորը կտեղադրեմ։ Տեսեք, երբ որ բակը լցրեցի, նորից սիստեմը սկսեց ավտոմատ աշխատել, արդեն ոչինչ սեղմել պետք չի։ RAW ցուցանիշը եթե լուսավորված է, դա նշանակում է ներկայացնում է HOM, այսինքն մուտքային ջրի TDS արժեքը։ PPM ցուցանիշը ջրի որակի չափանիշն է, ցույց է տալիս TDS նշանակությունը դուրս եկող եւ մտնող ջրի։ Օրինակ, եթե էկրանը ցույց է տալիս TDS արժեքը մոտ 30 կամ ավելի ցածր, դա նշանակում է, որ ջուրը շատ լավ զտված է։ Նաև խորհուրդ չի տրվում ջուրը 1 շաբաթից ավել պահել բաքում։ Մի խոսքով օգտագործման համար շատ հեշտ, պարզ ու հասկանալի էկրան ունի։ Ինձ օրինակ շատ հետաքրքրեց նաև միներալիզացված ջուրը, շատ եմ ուզում սա նույնպես փորձել, եկեք մի հատ էլ սա փորձենք, այստեղ դնում ենք, հակում ենք ու սպասում ենք։ Առաքումը Գերմանիայից կամ Ամերիկայից, ձեր հասցեին ամենամոտ գտնվող պահեստից։ Փորձում ենք։ Այստեղ լցրել եմ իմ ծորակի ջուրը, իսկ այստեղ միներալիզացված ջուրն է, ուզում եմ խմել ու փորձել, տեսնեմ ակնհայտ համային տարբերություններ, զգում եմ թե չէ, գնացինք, սա իմ ծորակի ջուրը։ Մի փոքր համ եմ զգում։ Բացարձակ համ չկա։ Սա սառնարան էի դրել, միգուցե դրանից հա, բայց ծորակից ջրից մի փոքր համ եմ առնում, բայց այս ապարատի ջրից չէ, հետաքրքիր է։ Ջրի վատ համը նեյտրալիզացրել է ու դա շատ ուրախալի է։ Փաստորեն շատ լավ մաքրում է ջուրը։ Նոր տարվան արդեն հաշված օրեր են մնացել, ես էլ միս ունեմ, որ ուզում եմ մարինացնել, թողնել մի քանի օր ջրում, որպեսզի արդեն նոր տարվան համեղ լինի, հիմա միասին այդ գործողությունը կանենք ու ես կօգտագործեմ արդեն ֆիլտրացված ջուրը։ Ճեղքեր եմ արել, որպեսզի աղը ավելի լավ քաշի իր մեջ ու նաև հոմեմունքները։ Այսպիսով ծախսելով օրական ընդամենը 21 ցենտ, ձեր ընտանիքը կունենա որակյալ եւ մաքուր ջուր, զուրկ տարատեսակ միկրոբներից, համերից եւ ծանր մետաղներից։ Իսկ հիմա ինձ ասեք, բա չարժի տանը այս տեսակ սարք ունենալ։ Հաստատ արժի, արժի։ Լավ եմ, չէ՞ գովազդում։ Իսկ եթե դու լինեիր գովազդատու, կցանկանայիր ինձ հետ աշխատել։ Եթե այո, էլեկտրոնային փոստից հասցեն կգտնես ալիքից նկարագրությունների բաժնում։ Ինձ թվում է արդեն ամեն ինչ ասեցի այս սարքի մասին, եթե ձեզ հետաքրքրեց սիրելիներս, սայթի հասցեն կթողնեմ մեկնաբանությունների բաժնում, կամրացնեմ պատին, որ հեշտ գտնեք։ Հիմա ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ ամանորյա մի քանի նոր գնումներով դեկորացիայի, որոնք ավելացնելու եմ այս տարվա իմ դեկորներին։ Շատ եմ սիրում այս փոքրիկ տնակները ամանորյա, միշտ ուզում էի գնել ու այս անգամ հանդիպեցի այսպեսի սիրուն տարբերակի։ Ակցիոնից եմ գնել, շատ սիրուն տնակներ կային այս տարի։ Գույները հատկապես շատ դուրս եկան, վառվռուն եւ նաև այսպիսի փոքրիկ տնակներ, սրանցից Հայաստան էլ նվեր ուղարկեցի, իմ հարսիկն էլ ասիրում նման դեկորներ շատ, իրան էլ սրանցից ուղարկեցի։
Այս տարի ավելացրել եմ այս երկու փոքրիկ մարդուկներին, սրանց կարմիրներն էլ եմ շատ սիրում, բայց ընտրել եմ վարդագույնները, որտեղ մոտ ապագայում ուզում եմ տոնածառս փոխել վարդագույնի, 2 տարի է ուզում եմ դա անեմ ու ժամանակս չի հերիքում, չեմ հասցնում այդ տոների խառը պահերին գնամ ու ինձ համար վարդագույն տոնածառ գնեմ, բայց անպայման անելի եմ, այնպես որ սպասեք։ Ամեն տարի նաև տոնածառիս ավելացնում եմ 1-2 խորհրդանշական խաղալիքներ, անպայման տենց տարի չկա, որ ես 1 կամ 2 նոր խաղալիք չկախեմ իմ տոնածառին, փորձում եմ ընտրել գեղեցիկ, յուրօրինակ ու հետաքրքիր խաղալիքներ, տեսեք, և երկրորդը, երկրորդ չէ, 2 հատ էլ ունեմ, ուղղակի ուրիշ տեղ եմ դրել ու մոռացել եմ, հիմա դրանք էլ կբերեմ, 4 խաղալիք եմ գնել, հլը տեսեք սա ինչ սիրուն է, գժվելու սիրուն, շատ սիրուն է, հիացած եմ ուղղակի, ինքան նուրբ էր, ինքան զգուշ պետք է իրանց բռնես, որ հանկարծ կոտրվի, մյուս երկուսն էլ հիմա բերեմ, տեսնենք, տեսեք ինձ լավն են, եկեք հերթով նայենք, այս սիրուն եղնիկը, ասեք որ սիրուն է, հրաշք, և այս գյուրը, շատ սիրուն են երկուսն էլ, շատ ուրախ եմ այս գնման համար, չնայած բոլոր խաղալիքներն էլ այս տարվա շատ սիրով ստացվեց։ Սա գուշակել եմ։ Ատամի մածուկ։ Сейчас. Es mascaya. Հա։ Chocolate. Դուք ո՞ր հավիում։ Մազերի բան։
ջան, տոնե, շնորհավոր, սուրբ ծնունդ։ Merci, maman. Խնդրեմ, Merci, maman. խնդրեմ։ Joyeux Noël. Հավանեցիք ձեր նվերները։ Merci. Oh, ping. Je vais voir. Un pinceau. Շարլոտը քուրիկների համար անակնկալ է պատրաստել, իր քուրիկները չգիտեն։ Հիմա ուզում եմ մատուցի։ Շատ հետաքրքիր նվերներ է պատրաստել իր ձեռքով։ Բեր մեկը ցույց տանք։ Հիմա բացենք հլը մոտիկից նայենք նվիրի քուրիկներինը, իսկ իմը դուր մոտիկից ցույց տանք։ Մանշակագույնը Էլիզի սիրելի գույնն է։ Էս էլ իմը։ Բացես դնեմ թևիս։ Կերներ ջան, տեսեք ինչ սիրուն է։ Ուրեմն թղթից պատրաստել է, այնուհետև վրայից մանիկյուրի թափանցիկ լաքով ամրացրել է, այնպես որ այս ուլունքները լրիվ բնական ուլունքների տեսք են ստացել։ Օրինակ, եթե չիմանաք ինչից է պատրաստված, այսպես նայելով գլխի չեք ընկնի, որ սրանք բնական ուլունքներ չեն։ Տեսնենք քո գույները։ Ժակլինին էլ շատ հետաքրքիր գույներով է ստացել։ Սրանք սովորական ուլունքներ են, այ սրանք է պատրաստել։ Օ, Էլիզինը իր անունի տառով է սարքել ու այս հենց բնական քարեր է արանքներում դրել։ Հավանում ես է։ Ապրի դե քուրիկը, որ ձեզ հենց լավ անակնկալներ է պատրաստել։ Joyeux Noël. Այ հիմա ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Սիրում եմ բոլորիդ, բայ, կհանդիպենք հաջորդ կիրակի։